Թեև ընդդիմադիր ուժերը վերցրել են մանդատները եւ գնացել խորհրդարան, սակայն ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահեցնում է, իշխանափոխության նորակարգից չեն հրաժարվել։ Այս ընթացքում, ասում է, հանդիպել է ընդդիմադիր գլխավոր ուժերի ներկայացուցիչների հետ։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Փաշինյանը ամեն օր գնալով ցախողվելու է։ Ես վստահ եմ, գալու է օրը, հենց ԿՊԱ-ականները իրեն հեռացնել են։ Սամվել Կարապետյանն ասում է, Փաշինյանի իշխանությունը բարդ համակարգի վրա է հենված, որը քանդելը շատ դժվար է։ Որտեւ այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ։ Որ պետությունները, ինչ շատ լուրջ պետություններ, դե ոչ բարեկամ պետություններ։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է պահանջում։ Ով է ստեղծել։ Ստեղծել են, որ մեր հեղափոխություն։ Ստեղծել են, որ մեր երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, դուք Ադրբեջանից եք ակնարկում, ինչ եք անում։ Դե ինձ մա դուք կհասկանաք։ Չէ, պարոն Կարապետյան, մի քիչ Ոչ միայն Ադրբեջանին։ Բաքվից այսօր կրկին հիշեցրել են սահմանադրությունը փոխելու պահանջը։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմետ Հաջիևն ասել է, թե Հայաստանում շուտով մեկնարկելու է մայրօրենքի փոփոխության գործընթացը, որի արդյունքում ըստ նրա պետք է վերջ դրվեն իբրև թե Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային հավակնություններին։ Հաջիևն ընդգծել է, միայն այդ դեպքում իրենք կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Նույնը վերահաստատել է նաև արտգործնախարար Բայրամովը, պնդելով, թե Հայաստանը պետք է վերջ դնի առկա հավակնություններին։ Մինչ իշխանությունը չի շտապում բացատրել, թե ինչու են Բաքվից նորից պահանջների լեզվով խոսում Հայաստանի հետ, ընդդիմությունը վստահ է, ընդդիմադիրների կալանավորումները վախի մթնոլորտ ստեղծելու եւ ժողովրդին զիջումներ պարտադրելու նպատակ ունեն։ Ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաև պայմանավորված են դրանով, որովհետեւ երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Նոր սահմանադրության տեքստը, որում ինչպես Փաշինյանն է ասել, բացակայելու է անկախության հռչակագրին արված հղումը, ինչպես Ալիևն է պահանջել, կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով, իսկ հանրաքվե նշանակելու համար բավարար ձայներ ԿՊ չունի խորհրդարանում։ Արդյոք ռիսկ չկա, որ իշխանությունը տարբեր մեթոդներով ընդդիմադիր խմբակցությունների որոշ падգամավորների չի քաշի իր կողմն ու չի ապահովի անհրաժեշտ ձայները։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում նման մտավախություն չունեն։ Բացառում եմ մեր մասով, որ կմիանան ԿՊ-ին այդ նախաձեռնությանը։ Իսկ Սամվել Կարապետյանը համոզված է, բոլորը պետք է երազեն, որ ինքը մնա քաղաքականության մեջ։ Դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, որովհետև հա դուք բոլորը հայ ժողովուրդը Ինչու պիտի երազեն, որ դուք մնաք որ սրանց հեռացնենք, որովհետև առանցին դուք սրանց չեք կարող հեռացնել։ Ամիսներ առաջ Կարապետյանը հավաստիացնում էր, որ իր հաղթանակն այլընտրանք չունի եւ ինքն է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը։ Արդյոք կստացվի այս անգամ։ Իսկ ինչ գիտեք չեղավ, հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով իշխանություն։ Հաջորդ վարչապետը չեք։ Այս պահի դրությամբ։ Ահա, լավ, դեռ փաշ չի, սպասեք, մի քիչ սպասեք։ Մենք ռեսուրս ունենք։ Իսկ սկանդալի կիզակետում հայտնված ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանը ի վերջո ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահ ԿՊ-ի ձայներով։ Նրա տեխնատության քննարկման ժամանակ գլխավոր թեման կրկին նրա կնոջ ստացած խոշոր աշխատավարձն էր հայփոստում եւ եղբոր հնչեցրած հայհոյանքները։ Սիրելի քաղաքացիներ, դուք գիտեք, որ մեր օրվա հերոսի եղբայրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայր Ավետ Կոնջորյանը 25 թվականի հուլիսի 1-ին 1 տարով զրկվել է վարորդական իրավունքից, սակայն 3 ամիս անց Կոնջորյանը եղբայրը Հայկ Կոնջորյանի նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, նրա նկատմամբ հարուցել է քրեական վարույթ։ Կասեք, արդար երկիր, մարդը օրենք է խախտել, պարեկները բռնել են, ինչ խնդիր կա։ Խնդիրը գիտեք որն է, որ այդ քրեական վարույթի ընթացքում Հայկ Կոնջորյանի եղբայրը մարմնին քննություն իրականացնող ներկայացրել է տեղեկանք, որ ինքը դատված չի եղել։ Ու դրա համար կրել է ավելի քիչ պատիժ, կարար ընդհուպ միջև ազատազրկում ունենար, բայց շատ փոքր տուգանքով սահմանափակվել է, որովհետև այդ տեղեկանքն է ներկայացվել։ Բայց Հայկ Կոնջորյանի եղբայրը 2010 թվականին
բարձվում է դատված է եղել, դատվածություն ունի։ Գիտեք ինչ հոդվածով։ Խարդախության։ Տունը, Ավարտեք, պարոն զինվորը, ռազմական ոստիկանության ծառայողները, սակրավորները, որոնց մահնա ցանկացել է Էդգար Ղազարյանը, Ավարտեք, այս ամեն ինչն է պարոն նկարագրում քաղաքական արժեքային համակարգը, որի կրողն եք դուք։ Եվ եկել եք ինձ մեղադրում եք, որ իմ կինը աշխատում է եւ ստանում է աշխատավարձ, այնինչ ձեզանից պահանջում են $200 միլիոն թալան։